հայտարարում է արտգործնախարարը Փաշինյանը եւս վարչապետի պաշտոնը զբաղեցնող, որ հայոց ցեղասպանության ճանաչման ընթացքը իրենց օրակարգից դուրս է։ Ինչի հետ մենք գործ ունենք, մանավանդ երբ մեր եկեղեցին ցեղասպանության զոհերին սրբադասեց, չէ, 100-ամյակի տարելիցի հետ կապված, այսինքն մեզ ուր են տանում այդպես եւ դա ինչ վտանգավոր հետևանքներ կարող Մեզ ոչ միտեղ չեն տանում, պարզապես եւս մեկ քայլ կամ փորձ քայլանելու պատմությունը խեղաթյուրել, ջնջելու, անարմատ թողնելու ապագա սիրունդը։ Այսինքն այնինչ անում է թշնամին, նույնը կրկնում են իրենք։ Դուս է գալի որ այդպես։ Դե դժգոհում եք Ադրբեջանից, բայց ինչի ենք դժգոհում, նույնը անվում է։ Ծառատունկին, եթե մասնակցել եք երբևիցե, միշտ շատ sense խրցով երիտասարդ ծառեր են բերում, տնկիներ են բերում, որպեսզի տնկեն։ Եվ մենք դպրոցով որ մասնակցում ենք, այ հիմա հիշեցի անգարցակի։ Մի պապիկ կար մեզ օգնում, ասում էր երեխեք, տեսեք, որ արմատները շատ են, լիքը մազիկներ կա վրան, այդ ծառը դրեք, էդի լավ աճելու։ Այն մեկը հրաշքով կաճի, կարող է եւ աճի, բայց կարող է եւ չաճի։ Եթե միայն մի հատ գիծ արմատի նման է։ Այն լասմատակը շատ պիտի բարդանոտ լցնենք, բայց ասեց աշխատեք այն ծառը, որ շատ է մազիկներով, դա զգուշ դրեք, որ մի հատ բան վրայից չփոկվի։ Որտեղ ասեց եթե հանգարցակի փոկվեց, մյուսներն էլ կչորանան։ Դուք պատկերացնեք մենք երեխաները sense վերցած այդ ծառը տանում էինք, sense դնում ենք հողի մեջ, ոնց որ թե օդում պահելով բան, հողը լցնում ենք հանգարց կամաց լցրա հող արմատները ջարդվում է բան։ Հասկանում եք։ Դա մի ամբողջ պատմություն է այդ ծառը։ Այսինքն այդ ծառ տնկելով մեզ ահագին բաներ սովորացնում այդ պապիկը։ Հիմա 4 կտրի պոչը, ասենք թե ծառի ճյուղը եւ դիր հողի մեջ։ Աստծո հրաշքով կաճի։ Բայց առանց հիմքի չի լինի։ Հիմա մեզ այդ հիմքից են պոկում։ Այո, դուրս է գալի որ այո։ Պոկել են, հələ խաբար չեն ժողովուրդը։ Շատ են պոկել։